Նախ ուզում եմ շնորհավորել Գյումրիում եւ Փարաքարում մեր համայնքներում, մեր հարազատ համայնքներում, մեր բոլորիս, բոլոր ձգտում, տեսիլ, կարդարության, ճշմարտություն եւ հայրենիք ունեցող մարդկանց հաղթանակի առիթով։ Դժվարություններ կային հատկապես Գյումրիում, որոնք հաղթահարվել են այս պահին գոնե եւ հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի ճիշտ ճանապարհով ընթանալով։ Այն սկզբունքով, ինչ որ մեր Տերն ասում է, ուրացիր քո անձը, բան չես շահելու, աշխարհն էլ շահես, անձդ կորցնես, ինչ օգուտ ունի, ոչ մի օգուտ չունի։ Բոլոր տեսակի հաշիվներ, մեծ ու փոքր, դրանք լինեն արդար կամ ոչ, իրավացի կամ ոչ, ավելին չեն, քան մեր կյանքը, մեր գիտակցությունը, մեր հայրենիքը, մեր պետությունը, մեր Աստված եւ ժամանակի մեջ նաեւ հաղթանակ ունենալու զգացումը։ Միգուցե մեր այս փոքրիկ հատվածում մենք կարծենք, որ մեր ինչ որ բաներ զիջեցինք եւ այլն, բայց մեծ հաշվով հաղթեցինք բոլորս։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ ուրախ եմ, որ Գյումրիում, հատկապես Գյումրիում այդ զգացումը այսօրվա դրությամբ հաղթահարված է եւ նաեւ ցանկությունս է, որ այդ հաղթանակի շունչը իսկապես ոչ թե նկատվի որպես քաղաքական շահ կամ տեղական ինքնակառավարման մարմնում հաղթանակ եւ այլն, այս կամ այն անձի բոլորին էլ հարգանքով, այլ նկատվի որպես բոլորիս հաղթանակը եւ այն հույսի զգացումը, վերականգնումի զգացումը, որ շունչը կարող է տարածվել բոլոր տեղերում, մարդիկ հասկանան, որ իրենք կարող են հաղթել եւ ոչ թե չեն կարող, որի գիտակցությունը, զգացումը մենք ամբողջ նախորդ տարվա ընթացքին փոխանցել ենք եւ ուրախ եմ, որ այդ դրական ու կարևոր արձագանքը մեր ժողովրդի լայն շերտերի կողմից տեղի է ունեցել եւ շարունակում է տեղի ունենալ։ Ուզում եմ շնորհավորել Փարաքար համայնքին, մեր ժողովրդին, Միասնություն դաշինքի գլխավորությամբ պարոն Վալոդիա Աբրահամյանին ապրելու երկիր կուսակցությունը ներկայացնելով եւ շնորհավորել իր անձի միջոցով բոլոր այն ավականիներին, անդամներին, որոնք շատ շուտով ընտրվելու են եւ ղեկավարելու են համայնքի կյանքը, շնորհավորել իրենց եւ մեզ բոլորիս այս կարևոր հաղթանակի առիթով։ Թող դրանք փոքր թվան մարդկանց, բայց զգացում են, ես անցյալ օրը ասել եմ դրա մասին, որ չափազանց հուզիչ էր տեսնել մարդկանց այս տարիների ընթացքում այդպես համախումբ կերպով բացականչելու հաղթանակի մասին։ Ուրիշ բան չէին մարդիկ բացականչում, քան հաղթանակ բառը։ Սա պիտի դառնա մեր բոլորի ճանապարհի առանցքը, մեր գիտակցության սկզբունքի առանցքը, որ մենք գնում ենք հաղթանակի, ոչ այլտեղ։